Բարեկամական ձեռքսեղմումներ ու ջերմ գրկախառնություններ Ֆրանսիայի Էվիան Լեբեն քաղաքում, որտեղ անցկացվող մեծ յոթնյակի գագաթնաժողովի առանցքային թեման կրկին Ուկրաինան է։ Ավելի քան 4 տարի շարունակվող լայնամասշտաբ պատերազմի ֆոնին G7-ի անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել։ Կիևին դարձյալ խոստանում են նոր սպառազինություն, այդ թվում հոբ համակարգեր ու հեռահար զենքեր։ Արևմուտքն աներկբա աջակցում է Ուկրաինային նրա ազատության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Յոթնյակի պնդմամբ Ուկրաինան մարտի դաշտում հասել է նոր առաջընթացի, ինչն արևմուտքի ֆինանսական ու ռազմական աջակցության արդյունքն է։ Պատերազմի մեկնարկից ի վեր տրվել է մոտ 200 միլիարդ եվրո, այս ամիս նախատեսվում է հատկացնել ևս 90 միլիարդ եվրոյի վարկ։ Թեպետ Թրամփն ու Զելենսկին գագաթնաժողովի ժամանակ կողք կողքի չեն նստել, սակայն ավելի ուշ զրուցել են։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, Մոսկվան պետք է դադարեցնի պատերազմը։ Մենք հիանալի հանդիպում ունեցանք, Ռուսաստանը պետք է գործարք կնքի։ Ռուսաստանի և Ուկրաինայի մարդկային կորուստներն ահռելի են, միայն անցյալ ամիս նրանք կորցրել են 35,000 զինվոր։ Խելահեղություն է այս ամենը։ Մեծ յոթնյակի առաջնորդների հետ հանդիպումից Զելենսկին գոհ է, դրական առաջընթաց կա։ Մենք խոսել ենք մարտական խնդիրներից, ռուսների հետ բանակցություններից, զրուցել ենք միջին ու մեծ հեռահարության զենքերի, ինչպես նաև տնտեսության մասին։ Լավ լուրն այն է, որ Ռուսաստանը պետք է կանգնեցնի պատերազմը։ Կիևին աջակցելուն զուգահեռ G7-ի առաջնորդները մտադիր են նաև խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, մասնավորապես թիրախավորելով ռուսական նավթագազային հատվածը։ Անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին, Զելենսկին առաջարկել է մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։ Ըստ Զելենսկու, Եվրոպան ու Միացյալ Նահանգները համաձայնել էին։ Այս պնդմանը արձագանքել է Կրեմլը։ Իհարկե չի եղել պաշտոնական հրավեր, ինչպես գիտեք, Մոսկվան և Կիևը պաշտոնական հաղորդակցության որևէ գործող խողովակ չունեն։ Ինչ վերաբերում է Զելենսկուն, Պուտինը ըստ էության ամեն ինչ ասել ու առաջարկել է։ Բազմիցս ասվել է, եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու և լուրջ խոսակցության, ինչի մասին Կիևի ռեժիմին քաջ հայտնի է, նա միշտ կարող է գալ Մոսկվա, որտեղ նրան կընդունեն։ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է Մոսկվա այցելել, ընդգծելով, որ այդ խաղերը չի խաղում։ Այս ընթացքում մեկնարկել է Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական գործընթացը։ Ուկրաինան սա պատմական քայլ է համարում, Մոսկվան հեգնում է։ Անդամակցությունը Եվրամիությանը անկասկած արևմուտքը կօգտագործի Ուկրաինայի ռազմականացման համար, առավել ևս հաշվի առնելով, որ Զելենսկին ինքը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել եվրոպական զինված ուժերը։ Ուկրաինայի համար անդամակցությունը կարող է վատ բան չլինել Եվրամիության ներքին խնդիրների տեսանկյունից, նրանք պարզապես կքանդվեն։ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվեր, եթե արևմուտքը չմիջամտեր Ստամբուլյան համաձայնագրի գործընթացին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Մինչ ռուս-ուկրաինական պատերազմում լուրջ տարաձայնություններ կան, իսկ փոխզիջումներ չկան, մարտի դաշտում իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ Լայնածավալ պատերազմը նոր թափ է հավաքում։ Ռուսաստանի զինված ուժերը նախահարձակ են լինում։ Այս անգամ ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Կուտուզովկա բնակավայրը։ Ռուսաստանի Դաշնության ստորաբաժանումները այժմ ուղղություն են վերցրել Կրասնի լիման և Կոնստանտինովկա։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։